Նախ թույլ տվեք ողջունել ձեզ առիթից օգտվելով եւ ասել, որ մեր կառավարության համար մշակույթը եւ մշակութային քաղաքականությունը ունի առաջնահերթ նշանակություն, որովհետեւ մենք կարծում ենք, որ այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէ իրականացնել մշակութային խորքային փոփոխությունների. Եվ այս առումով ես մշակութային փոփոխություն ասելով նկատի ունեմ նաև, եթե ոչ ամենաառաջին հերթին, առնվազն առաջիններից մեկը որպես օրենքի եւ օրինականության նկատմամբ մեր վերաբերմունքը որպես այդպիսին։ Եվ մեր այսօրվա քննարկումը նվիրված է իմ կողմից շատ հարգված Կոստանդին Օրբելյանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ ես մի տպավորություն փոխանցեմ, այնպիսի տպավորություն է ստեղծվում երբեմն լրատվությունից, որ Կոստանդին Օրբելյանին հեռացրել են օպերայից։ Մինչդեռ Կոստանդին Օրբելյանը ազատվել է տնօրենի պաշտոնից եւ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կոստանդին Օրբելյանը համենայն դեպս միջև այդ հրամանը օպերայում զբաղեցնում էր 3 պաշտոն։ Հիմա եկեք տեսնենք ինչ խնդիրներ են ծագել սրա հետ կապված։ Ես բնականաբար ուզել եմ այն փաստարկները, որոնք դրված են այդ որոշման հիմքում, եկեք պայմանավորվենք, որ մեր խոսակցությունը տեղի կունենա փաստարկների վրա հիմնված երկխոսության տրամաբանության մեջ, եւ եթե պայմանավորվենք հետեւյալը, որ եթե այս փաստարկները ինչ որ ասվում է, դրանք ճիշտ է, ուրեմն որոշումն էլ է ճիշտ, եթե փաստարկները, որոնք բերվում են, սխալ է, ուրեմն որոշումն էլ է սխալ։ Հակառակ դեպքում մեզ պետք է շատ հստակ չափանիշ որդեգրել, թե ոնց ենք մենք գնահատում որևէ իրավիճակ։ Առաջինը կապված պարոն Օրբելյանին տնօրենի պաշտոնում նշանակելու հետ կապված։ Ուրեմն ես կարող եմ ասել հետևյալ. Արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոստանդին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով։ Ինչու է այս հարցը քննարկվել, որովհետև քաղաքացու կամ քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ։ Նկատի ունեմ, որ այս քննարկումը կառավարության կամ նախարարության նախաձեռնությամբ տեղի չի ունեցել։ Սա մի փաստարկ։ Իսկ օրենքը շատ հստակ կառավարության եւ մշակույթի նախարարության վրա դնում է պարտականություն, պարտավորություն, ոչ թե հայեցողություն, այլ պարտավորություն, որ եթե գործադրի մարմնի պաշտոնում նշանակված անձի կամ ընտրության արդյունքում գործադրի մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա նշանակվել է օրենքի պահանջների խախտման։ Սա մեր օրենքի պահանջն է։ Հաջորդ կետը ինձ ասվում է հետևյալը. 2017 թվականի ընթացքում պարոն Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ՝ Կանադա, Լիտվա, Ավստրալիա, 7 անգամ ՌԴ, հիմնականում Մոսկվա, 2 անգամ ԱՄՆ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ 2017 թվականի ընթացքում 135 օր փաստացի բացակայելի աշխատանքից, 2018 թվականի ընթացքում 174 օր բացակայել է աշխատանքից, եւս 20 օր գտնվել է չվճարվող առճակորդում։ Այսինքն ընդհանուր առմամբ 194 օր բացակայել է աշխատանքից։ 2019-ի տվյալները նույնպես կար։ Ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, որի արդյունքում արձանագրվել է 92 միլիոն դրամի խախտում։ 2017-18 թվականների ընթացքում վերականգնվել է ընդամենը 10 միլիոն 576 1400 դրամը։ Եթե վերականգնվել է, նշանակում է այդ խախտումները ընդունվել են որպես այդպիսին։ Ուրեմն մի քանի անգամ նախարարության կողմից մի շարք օրենքների խախտումներ արձանագրվել գործունեության մեջ եւ առաջարկվել է որպեսզի
դա մասնավորացնեք, եթե կարելի է, որ հասկանանք դրա պատասխանել տանք, էլի, այդ օրենքների խախտում։ Օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել։ Եվ այդ մարդիկ դիմել են նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին։ Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են դիմումներում բարձրացված հարցերը եւ պարզել են, որ հիշյալ աշխատակիցների աշխատանքից ազատումն իրականացվել է օրենսդրության խախտումներով։ Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել օրենսդրության խախտումները վերականգնելու կապակցությամբ, սակայն պարոն Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները, ներկայացնելով չհիմնավորված պատճառաբանություններ։ Հաջորդը 2016 թվականի կեսերից պարոն Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2017 թվականի փետրվարի 3-ի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները դրվել է գեղարվեստական ղեկավար Օրբելյանի վրա։ 2017 թվականի օգոստոսի 2-ի համար 39 հրամանով Օրբելյան առանց մրցույթի նշանակվել է թատրոնի տնօրեն, շարունակելով զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի հաստիքը։ Իսկ օպերային թատրոնի տնօրենի 2017 թվականի մայիսի 29-ի համար 228 հրամանով վերականգնվել է նաև գլխավոր դիրիժորի հաստիքը, եթե պարզվեց տեղեկանքի մեջ որևէ բառ սուտ է գրած, ես կա պատժեմ այդ աշխատողներին սուտ գրելու համար։ Սա եկեք պայմանավորվենք ի սկզբանե, հա։ Հնարավորություն մի անգամ ևս։ Բայց քանի որ տեսեք, արվում է հղում, մայիսի 29-ի համար 228 հրամանով վերականգնվել է նաև գլխավոր դիրիժորի հաստիքը եւ ներկայումս այդ հաստիքը կոչվում է գեղարվեստական ղեկավար գիծ գլխավոր դիրիժոր։ Փաստացի Օրբելյանը թատրոնում զբաղեցնում է 3 հաստիկ՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի եւ դիրիժորի հաստիկները։ Ի պատասխան մեր հարցմանը թատրոնի իրավաբանը նշում է, որ Կոստանտին Օրբելյանը աշխատում է 0.5 դրույքով որպես գեղարվեստական ղեկավար, մինչդեռ իրենց հաստիկացուցակում գրված են 2 պաշտոնների 2 լիարժեք հաստիկ։ Ուրեմն Արդարադատության եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների մեկնաբանությամբ Հայաստանի օրենսդրությամբ գեղարվեստական ղեկավար եւ տնօրենը երկուսն էլ հանդիսանում են ղեկավար պաշտոններ, ուստի չէին կարող միավորվել մենք անձի գործառույթներում։ Սա համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ Հիմա սրանք փաստեր են, որոնք պաշտոնապես ներկայացվել են ինձ։ Ես նախապես ձեզ ասեմ, եթե պարզվի, որ ինձ ներկայացնած թղթում որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, այս թղթի հեղինակը տեղում աշխատանքից կազատվի։ Սկսենք սրանից։ Երկրորդը, ելի ասում եմ, շատ վատ եւ սխալ տպավորություն է ստացվում, թե Կոստանտին Օրբելյանը օպերայում զբաղեցրած իր բոլոր պաշտոններից ազատվել է։ Իրականում դա այդպես չի, եւ նա հիմա, եթե հենվենք այս տեղեկանքի վրա, այս պահին գեղարվեստական ղեկավար գիծ գլխավոր դիրիժոր է։ Մեր պետության այսօր քաղաքականությունը այնպիսին է, որ տնօրենի, այսինքն մենեջերի եւ գլխավոր գեղարվեստական ղեկավարի հաստիկները դրանք տարբեր են։ Այսօր բոլոր թատրոններում գործում է այդպիսի համակարգ։ Եվ եթե օրենքը վատն է, հա, դուք նույն տրամաբանությամբ մենք բոլորս կարող ենք հավաքվել եւ փոխել այդ օրենքը, հիմնավորումները լսել, այսինքն հասկանալ ինչու է վատը։ Եթե օրենքը գործում է, ուրեմն պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ։ Ես այս բոլոր կետերը կփոխանցեմ ձեզ։ Ես գրավոր փաստարկներին ուզում եմ ունենալ նույնպիսի օրենքներին հղումներով, նույնպիսի բաներով, հղումներով, որոշումներին, իրավիճակներին, գրավոր փաստարկներ։ Եվ ասում եմ, այս խնդիրը քավլիցի չի կարող լուծվել ոչ անձնական համակրանքների, ոչ էլ առավել ևս հակակրանքների տիրույթում։ Սա խոսակցություն է, եւ սա կարող է հիմնված լինել միայն փաստարկների վրա։ Եվ բնականաբար այս ամբողջ խոսակցության իմաստը եւ նպատակը պետք է լինի օպերային թատրոնի իրավիճակի առողջացումը, նրա համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ բնականաբար երկրում մշակութային կյանքի
զարգացմանը եւ մեր ընդհանուր զարգացման հեռանկարին միտված։ Եվ այս ընթացքում հիմա պարոն Օրբելյանը շարունակում ամենալի արհեստական ղեկավար, տնօրենի պարտականությունները ենթադրում եմ այս պահին կատարում է իր տեղակալը, չէ, ով տեղակալ, այսինքն նաև իր կողմից նշանակված, այսինքն օպերայի թիմի այս պահի դրությամբ աշխատանքի տրամաբանության մեջ ոչ մի բան խաթարված չի։ Ես հիմա պայմանավորվենք հետևյալը, դուք շարունակեք աշխատանքը ոնց աշխատում եք, որովհետև նույն կոլեկտիվ նստեյության, նույն լիդերությամբ այնտեղ ընդհանրապես մենեջմենտի ֆինանսական թղթեր ստորագրելու խնդիր նաև պրոբլեմն է։ Մենք կապահովենք, որ իր տեղակալը, որ տեղակալը կապահովի այդ բնականon աշխատանքը, որպեսզի, այսպես ասած, օտար բաներ չլինեն, ներմուծումներ, միջամտություններ չլինեն։ Ես կսպասեմ ձեր այս փաստերին, ասում եմ, այստեղից քաղվածքներ կանենք եւ կփոխանցենք, դուք ում կասեք իրեն, ով լիազորված այդ թուղթը վերցնել, երբ որ դուք պատրաստ կլինեք այդ թուղթը փոխանցել, ես այդ թուղթը կկարդամ եւ մի հատ էլ կհանդիպենք, ես չգիտեմ, դուք կգաք, թե ես կգամ, թե այլ ֆորմատով կհանդիպենք եւ իրար հետ, իրար աչքերի մեջ նայելով կկայացնենք իրար հետ որոշումներ։ Մենք պայմանավորվում ենք հետեւյալը, որ իրավիճակը պետքա բերվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանաբար։ Դա մենք, եթե դուք համաձայն եք, որ մենք իրար հետ ունենանք կառուցողական քննարկում, կառավարության ներկայացուցիչ եւ գանք մի որոշում, որի ճշմարտության մեջ մենք բոլորս ներքուստ անկախ մեր համակրանքներից եւ հակակրանքներից համոզված կլինենք, մենք կայացնենք այդպիսի որոշում իրար հետ, որպեսզի մեր օպերան, որը իմ կարծիքով մեր այսօրվա ամենակարևոր մշակութային օջախներից մեկն է, դրվի ճիշտ տրամաբանության վրա։ Եվ իմ տրամաբանությունն է նա, որ ես ինչքան եղել եմ բանում մեր մշակութային օջախներում, ես բոլոր տեղերը արել եմ նույն նկատողությունը։ Այսօրվա մեր մշակույթի թիվ 1 խնդրեմը մենեջմենտի խնդիրն է։ Ես չեմ կարողանում տանել, երբ որ բարձր մակարդակի բեմադրությունները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում։ Ես բոլորին հասցրել եմ այդ թեմայով նկատողություն արել։ Եվ երբ որ 2 օր առաջ ազգային ժողովում ասացի, որ նաև մշակութային մեր գործիչների հետ որոշակի դիսոնանս կա այս հարցում, ես ինչ նկատի ունեի, որովհետև ցավոք մեր գործիչներից մի մասը այդ մտահոգությունը չեն կիսում։ Ասում են, դե սա էլիտար արվեստ է, ոչինչ, թող գան նրանք, ովքեր հասկանում են։ Ես ասում եմ, ոչ, մեր քաղաքականությունն է նա, որ Հայաստանում էլիտար արվեստից գնալով ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ հասկանան, որովհետև եթե ավելի ես չեմ հավատում, որ ասենք այդ միջոցառումներին ենթադրենք Հայաստանի 600 քաղաքացի չկա, որ գան տոմս գնեն եւ ներկա գտնվեն եւ այդ մշակութային կյանքի մասնակից դառնան։ Եթե չկա այդքան մարդ, ուրեմն մեր քաղաքականությունն է սխալ, ուրեմն մենք պետք է հասկանանք ինչն ենք սխալ անում։ Ես չեմ կարող հասկանալ, որ Չեքիջանի երգչախմբի համերգը տեղի է ունենում կիսադատարկ 40%-անոց, դա ինձ համար վիրավորանք է, որպես վարչապետ, որպես քաղաքացի եւ ընդհանրապես որպես մարդ։ Եվ մենք այսօր մշակույթում ունենք թիվ 1 խնդրեմը՝ մենեջմենտը։